Պարոն Խուդացյան, ես ուզում եմ մեր ուշադրությունը հրավիրեմ, որ մենք այս խնդիրը պետք է լուծենք նաև թիմի մակարդակում, սա չի լինի։ Այո, պետք է լուծենք։ Պետք է լուծենք, ես հիմա չեմ բանանում, որ մենք հիմա մանրամասները քննարկենք, բայց ես, եթե չեմ սխալվում, 2 տարի առաջ դեռ, առնվազն 2 տարի առաջ այս հարցով հանձնարարական եմ տվել եւ մենք այդ խնդիրը պետք է լուծենք, որովհետեւ սա պետության ու համայնքի բանի մասին է, դասային աստիճանի մասին է իրականում եւ մենք պետք է գնանք, չենք կարող այս բանը հանդուրժել, չենք կարող այս բանը հանդուրժել, որ եւ տարածքներ թողենք, որտեղ process-ներ գեներացվեն, որոնք կառուցողական չեն։ Համեցիկ։ Պարոն վարչապետ, ազգային ժողովի գործընկերների հետ աշխատանք ունենք այս ուղղությամբ իրական ասած, արդեն ամփոփման փուլում ենք գտնվում, առաջիկայում մոդելը, որը ձեր հանձնարարությամբ մի քանի ուրեմն ցուցանիշների հետ է կապվում, կներկայացնենք ձեզ։ Ընդ որում այնտեղ հիմա այս մոդելի փորձարկման արդյունքները կարելի է տեղայնացնել նաև այնտեղ, որովհետև այնտեղ էլ ամբողջ պետքա կատարողականի հիման վրա լինի։ Հասկանում եք, Հայաստանի Հանրապետությունում չպիտի լինի իրավիճակ, որ դե գնացի գործի եկա տուն, ստացա աշխատավարձ։ Սա ֆունդամենտալ խնդիրն է։ Չպիտի լինի տենց ռեժիմ։ Գնացի տուն եկա տուն, գործի ստացա աշխատավարձ։ Դե լավ, այո, լավ, գնանք բան տենանք հələ։ Ինչ կլինի։ Եվ կողքից էլ ասենք մի հատ բան արի, բուտկա դրեցի հայաթում, որ վաֆլի մաֆլի ծախեմ 2 կոպեկ բան անեմ։ Չպետք է, այդ ռեժիմից պետք է դուրս գալ։ Այսինքն պետք է աշխատավարձը լինի արդյունքի արտահայտություն։ Ինչ արդյունք ենք մենք տվել, հանրությունը ինչ է ստացել դրանից։ Եվ դա պետք է լինի տեսանելի, շոշափելի։ Եվ դա պետք է լինի, ստեղ իհարկե մենք խոսել ենք, պարոն Խաչատրյան, որ պլանավորման որակն էլ առանձին թեմա է, որովհետև նրբություններ կան։ Այսինքն տողը տող, բայց տողը կշիռ ունի։ Եվ տողի կշիռ, բայց դա հնդածս կկարգավորենք։ Համայնքներում էլ նույնն է, որովհետև 1000 մի չափանիշ կա համայնքներում եւ այլն եւ այդպես շարունակ։ Այսքան նույն ընդհանրապես աշխատանքի բովանդակության որակի, որ այսքան տանջվում, չարչարվում ենք, պետքա ինքնաշխատ մեխանիզմներ դնել, որ ամեն տեղ այնքան ուժեղ լինի շահագրգռությունը, որ լրացուցիչ կառավարական, տեսչական, չգիտեմ, հսկողական, վերահսկողական օղակներից լրացուցիչ ջանք գործադրելու անհրաժեշտություն չլինի, որովհետև ամեն մի որակական խնդրեմը ինքնաշխատ եղանակով բերի որոշակի հետևանքների եւ ընդհակառակը որակական խնդիրների բացակայությունը բերի արդյունքների։ Կտեսնեք ոնց ամեն ինչը կդասավորվի ինձ, որ մենք ընդհանրապես այդ թեմաների մասին կմոռանանք։